Պատգամն ուզում եմ սկսել այս հրաշալի հատվածից։ Եսայի մարգարեություն 48-րդ գլուխ 17-18 համարները։ Այսպես է ասում Տերը, քո փրկիչը, Իսրայելի Սուրբը. Ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվիրաններին։ Այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը և քո արդարությունը ծովի ալիքների պես։ Փառք Աստծուն և գոհություն Տիրոջը իր խոսքի համար։ Նա իր խոսքի միջոցով ասում է մեզ, որ ես քո Աստվածն եմ, որ քեզ սովորեցնում եմ քեզ պիտանի օգտակար եղողը։ Եվ հետը խրատ է տալիս. երանի թե ուշադրություն անեիր, քո խաղաղությունը, քո նավահանգիստը կլիներ, քո ուրախությունը կլիներ, եթե լսեիր Տիրոջը, շնորհակալություն Աստծուն։ Ղուկասի ավետարան 13-րդ գլուխ 6 համարից եմ կարդում։ Այս առակն էլ ասեց, Հիսուսն էր խոսողը. մի մարդ իր այգու մեջ մի թզենի էր տնկել և եկավ նրա վրա պտուղ որոնելու և չգտավ։ Եվ այգեպանին ասեց. ահա 3 տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այս թզենու վրա և չեմ գտնում։ Կտրիր դրան, ինչու դա երկիրն էլ խափան է։ Նա էլ պատասխանեց և ասեց. Տեր, այս տարի էլ թող դրան, մինչև որ դրա 4 կողմը փորեմ, աղբացեմ, թեկուզ պտուղ բերե, ապա թե ոչ, եկող տարի կտրիր դրան։ Ընդհանրապես ամեն մեկը, որ ծառ այգի է տնկում, նպատակը որն է, պտուղը։ Եվ քանի որ պտուղ չէր տալիս, ասում էր կտրի։ Սիրելիներ, բարեխոսողը բարեխոսեց եւ ասեց. փորեմ առաջինը։ Փորելը գիտեք, որ հողը փխրեցնելն է։ Փորեմ, աղբացեմ, պարատանույթ։ Եվ դրանք ծառի արմատների համար էր։ Արմատները չի երևում, բայց արմատներից է կախված, թե պտուղ կլինի, թե չէ։ Գիտեք, կենդանիներ կան, որ արմատները հողի տակից ուտում են։ Այդ ծառը պտուղ չի տա, այդ ծառը ընկնում է։ Ծառից է կախված, թե պտուղ կլինի, թե չէ։ Հիշում եք, երբ որ թզենին Հիսուսն անիծեց, արմատներից չորացավ։ Արմատներից։ Ասում են, որտեղ որ ծառի քամիներն ուժեղ են, որ երկրում, այնտեղ ծառի արմատները ավելի խորն են գնում, որպեսզի կարողանան պահել իրենց։ Մեր արմատներն էլ պետք է շատ խորը լինի այդ փոթորիկների նեղությունների ժամանակ, որպեսզի մենք կարողանանք կանգուն մնալ։ Նույնը շենքի հիմքի վրա ծախս ու աշխատանք շատ է կատարվում։ Այս շենքի համար շատ ասե հույվը ինչ էր կատարում։ Նրանք, ովքեր կային այդ ժամանակ, սիրելիներ, մեծ աստիճաններ էր տրված, շատ մեծ, որպեսզի իջնի հիմքը։ Ինչքան ծախս ու աշխատանք ատարվեց այդ հիմքի վրա, հիմա դուք հիմքը չեք տեսնում։ Դուք տեսնում եք այդ հիմքի վրա կանգնած ամուր է շենքը։ Շենքի հիմքից է կախված, թե այդ շենքը ինչքան կդիմանա ու կմնա։ Դրանից է կախված։ Ամուր հիմքի վրա է, որ ապահով կանգնում է տունը, շենքը։ Գիտեք, Մատթեոսի ավետարանում 7-րդ գլխում, երբ որ խոսում էր իմաստուն եւ անխելք մարդի մասին, Տերը ինքը։ Իմաստունը նա էր, որ գիտեր ու անում էր։ Անխելք մարդը նա էր, որ գիտեր ու չէր անում։ Եվ խոսում էր, որ իմաստունը ժայռի վրա, այդ հիմքի վրա հաստատեց տունը, իսկ անխելք մարդը ավազի վրա։ Ուշադրություն դարձել եք, սիրելիներ, որ այդ փոթորիկները ինչ որ եղավ եւ իմաստունին եւ անխելքին։ Անձրևները եկան, ջրիները վարարեցին, քամիները փչեցին, նույնը եւ իմաստունին եւ անխելքին։ Բայց նա, որ հաստատուն հիմքի վրա էր, նա կանգուն մնաց։ Ուզում եմ Առակներ 10-րդ գլուխ 25 համարից կարդալ։ Երբ որ մրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը հավիտյան հաստատահիմն է։
Եթե կան փոթորիկներ, քամիներ, փորձություններ, դրանք անց են կենալու։ Բայց ինչ ամանալու դրանից հետո մրիկը տեսել եք, չէ՞, մեր մոտ քիչ է լինում այդ պտուտակը քամին, ասենք ֆիլմերում տեսած կլինեք շատ, ինքը պատտվելու հողը գալիս է։ Այն ամենը ինչ որ հաստատուն կանգնած է, դա մնում է։ Բայց այն թեթև տներ, ծառեր տանում է հետը միանգամից։ Բայց ինքը երբ որ գալիս է, չի մնում, անց է գնում։ Նորից կարդամ 10-25 առակներ։ Երբ որ մրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջին չէ լինում, բայց արդարը այն իմաստունը, որ հիմքի վրա է հաստատել իր տունը, հավիտյան հաստատահիմն է։ Մրիկներ, փորձություններ մեր կյանքում եղել են ու լինելու են, քանի դեռ այս մարմնի մեջ ենք։ Հասկանում եք, սիրելիներ, որ խոսքը հոգևոր հիմքի մասին է, արմատների խորը լինելուն, ամուր լինելուն, խոսքը դրա մասին է։ Եվ պատգամը, որը պատրաստել եմ այսօր, ավելի շատ հիմնված է այս հատվածի վրա, Եփեսացիների 3:16, որ իր փառքի հարստության պես տած ես, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռովը ներսի մարդումը, ոչ թե դրսի մարդումը երևացողում, այլ ներսի մարդումը։ Ելից 28-րդ գլխի 42 համարում էր գրված սա, երբ որ Տերը Մովսեսին պատվիրում էր քահանաների Ահարոնի որդիների համար, ասում էր, երբ որ նրանք գան ծառայելու ընձի, նրանց կտավից անդրավարտիներ կարես գոտկատեղից մինչև ծնկները, մեր լեզվով ասած շորտիկ, որպեսզի տակից հագնեն եւ իրենց մերկությունը չերևա։ Կարող եք պատկերացնել քահանան հելել էր ծառայելու, բայց դա չի հագե։ Ժողովուրդը կարող էր դա իմանալ, որովհետև տակից էր։ Ժողովուրդը չէր կարող իմանալ, բայց այդ պատվեր տվողը գիտեր, թե չէ։ Մեր գաղտնի մասին է, գաղտնի կյանքի մասին է խոսքը։ Երբ որ ասած զղջացել եմ, որ Սավողին թագավոր եմ դրել, Մարգարեին Սամուելին ասեց, հիմա քեզ ուղարկում եմ Հեսեի տունը նրա որդիներից մեկին, որ թագավոր օծես իմ համար։ Չասեց, որ որդին, Հեսեն 8 որդի ուներ։ Երբ որ Մարգարեն գնաց, Սամուելի նման Մարգարեն շփոթեց, երբ որ տեսավ Եղիաբին, ավակ որդուն, բոյը, բուսաթը, գեղեցիկ, միանգամից արտահայտություն արեց, ահա տիրոջ օծյալը իր առաջին։ Տերն ասեց, նրան անարգեցի, նա չի։ Եվ հրաշալի մի խոսք ասեց, նա ինչ է բանը, որ տեսնում է մարդը, որովհետև մարդը տեսնում է իր աչքի առաջինը, իսկ Տերը սրտին է նայում, ներսի մարդուն։ Լավ չէ, որ մենք էլ ուշադրություն դարձնենք այնտեղ, որտեղ որ Տերն է ուշադրություն դարձնում։ Ներսի մարդուն։ Եփեսացիս 5:10 ասում էր, փորձեք, թե ինչ է հաճո Տիրոջը։ Գիտեք, մենք ապրում ենք 3 կյանք, մեր այս ժամանակավոր կյանքում ապրում ենք 3 կյանք, ինչ նկատի ունեմ։ Առաջին կյանքը, երբ որ մենք ստեղ հասարակական կյանքը, որ մենք իրար ցույց ենք տալիս, մենք ինչպիսին ենք, եւ անկեղծ լինենք, ամենքս էլ աշխատում ենք մեզ լավը ցույց տալ ստեղ։ Բայց այդպիսին չենք մեր տանը։ Լսել եք արտահայտություն, դու ասում ես նրան չես ճանաչում։ Որովհետեւ մենք իրար ցույց ենք տալիս հասարակական կյանքում, փորձում ենք բոլորս էլ լավը ցույց տալ մեզ, լավը երևա։ Բայց այդպես չի տանը։ Ընտանեկան կյանքում մենք ավելի ազատ ենք լինում։ Երբ որ մեր տունը հույր է գալիս, մենք հավաքում ենք եւ աշխատում ենք, որ չլինենք ինչպիսին գանք։ Եվ երրորդ կյանքը ամենակարևորը մեր գաղտնի կյանքը, որ ամենամտերիմներին անգամ մենք ցույց չենք տա։ Բաներ կա, ինչ ենք մտածում, ինչ ենք ասում, ամենամտերիմ մեր գաղտնի կյանքը։ Եվ մենք հենց դա ենք ինչ որ գաղտնի կյանքում է, եւ Տերը հենց դրան է նայում։ Լավ է հաճախել եկեղեցի, խմբակ, աղոթքաշողով, ինչպես որ ասում են, հրաշալի է սա, բա ուր գնանք։ Բայց մենք անհատապես ենք աճում, կոլխոզ չի, սիրելիներ։ Եթե դու չունես քո մենիկ պահը, Մատթեոսի ավետարան 6-րդ գլխում, երբ որ խոսում էր աղոթքի մասին, ասում էր մտիր քո սենյակը, առանձին մտիր քո սենյակը։ Եթե չեմ սխալվում, դա հունարեն էր, թե ինչ կոչվում էր թայմոն բառը, որը նշանակում էր ննջարան, գաղտնարան, մի բան, որ մենակ դու ու քո Աստվածը, մենակ դու։ Եթե դու չունես քո այդ առանձին
պահը տիրոջ հետ հանդիպումը ստաժը քիչ էական է։ Ասում եմ, հրաշալի է եկեղեցի գնալ, հավաքույթի գնալ, պետք չի բավարարվել միայն այստեղի աղոթքներով, եկեղեցիներով մենք որ հավաքվում ենք։ Մեկն ասում էր, դրանք նպաստով ապրող քրիստոնյաներ են, եթե միայն հովիվների քարոզիչների քարոզով են սնվում, եթե իրենք չունեն անհատական։ Ես էլ շատ հաճախ մեր ժողովրդին ասում եմ դա։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլխի 20 համարում Տերն էր ասում ինքը. որովհետև ասում եմ ձեզ, եթե չավելանա ձեր արդարությունը ավելի քան դպիրներինը եւ փարիսեցիներինը, բնավ չեք մտնի երկինքի արքայություն։ Մտածել եք սրա մասին։ Ես ժողովրդին այս հարցը տալիս եմ, ասում եմ հաջորդ անգամ դրա մասին կզրուցենք։ Այդ ո՞րն էր փարիսեցիների արդարությունը կամ ինչպես կարելի է արդարությունը ավելացնել։ Ո՞րն է նրանց արդարությունը, որ ասում է, եթե ձեր արդարությունը չավելանա, քան նրանցը, դուք չեք մտնի երկինքի արքայություն։ Մատթեոսի ավետարան 23-րդ գլուխ ամբողջությամբ այդ վայ էր ասում իրենց համար, խնդրեմ դուք կկարդաք, բայց ես ուզում եմ 25 համարը կարդալ։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի ու սկավառակի դրսի կողմը, բայց ներսևանց լիքն եք հափշտակություններով եւ անիրավություններով։ Եվ մի քիչ վերև խոսում էր, որ ծեփած գերեզմանների եք նման, մաքրված, սպիտակ փայլեցած, բայց ներսում ինչ կա։ Որն էր փարիսեցիների արդարությունը։ Կուզեմ մի հատված էլ կարդալ։ 18-րդ գլուխ Ղուկասի ավետարան 9 համարից։ Ոմանց էլ, որ իրենցում վստահ էին, թե իրենք արդար են եւ ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց. երկու մարդ վեր ելան տաճարը աղոթք անելու, մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր, հեթանոս։ Փարիսեցին առանձին կանգնած աղոթքերանում այսպես. ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը, մատնացույց էր անում նրան, ինչպես էլ ես սրա նման չեմ, ես սրանից լավն եմ։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ իմ բոլոր ստացվածքից 10-րդ եմ տալիս։ Եվ մաքսավորը հերու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, թե սա արդարացած իջավ իր տունը, քան թե նա, որովհետև ամեն ինքը իրան բարձրացնողը կխոնարհվի եւ ինքը իրեն խոնարհեցնողը կբարձրանա։ Ինքը վատ բան չէր անում փարիսեցին։ Եթե հարցնեմ, տարվա մեջ քանի անգամ մենք ծոպ պահում, հավատարիմ ենք բոլորս 10-րդի մեջ, թե չէ։ Ինքը դրանք լրիվն էլ անում էր, բայց սիրտն ուրիշ էր, այն սիրտը չէր։ Երևացողը անում էր, բայց ոչ չերևացողը, ոչ չերևաց։ Աստված ինքը սեր է եւ ասում է սիրիր։ Գիտեք, ես ոչ մեկի նկատի չունեմ, այն ինչի մասին հիմա ես խոսում եմ։ Ես ինքս դրած միջով անցել եմ ու անցնում եմ եւ անկեղծ լինեմ, միշտ չի որ ես հաղթող եմ։ Անկեղծ եթե լինենք, մենք ավելի շատ պարտվում ենք, քան թե հաղթում ենք։ Արդարը 7 անգամ կընկնի, բայց կկանգնի, որովհետեւ կանգնեցնող ունի, բայց վայ անվարիշտին։ Այնպես չի, որ ինչ որ մեկը ստեղ կանգնում է ավելին, ես ձեզանից մեկն եմ։ Ամեն ստեղ կանգնողը ձեզանից մեկն է։ Մենք ամենքս էլ ունենք պայքար, հնի ու նորի պայքարը միշտ էլ կա։ Միշտ էլ կա։ Եվ մենք միշտ չի, որ հաղթող ենք։ Դրա համար էր, որ Տերն ասում էր հինը հանեք, նորը հագեք։ Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք ներսի մարդուն։ Ինչին որ Տերը ինքն է նայում, եւ որին որ մենք կերակրենք, նա էլ կզորանա։ Շատ հաճախ իմ պայքարների ժամանակ ավելի շատ հիմա իմ պայքարը ոչ թե մարդկանց հետ է, այլ իմ այդ ներսի դրսի մարդու հետ, հինեյության հետ, որովհետեւ ասում եմ, փորձում եմ, որպեսզի այլևս մարմնավոր ոչինչ չանեմ, բայց արթնանալուց ոնց որ առավոտ ինձանից շուտ արթնանամ։ Նկատել եք, մենակ ես եմ։ Մենք պայքար ունենք, քանի դեռ ես մարմնի մեջ ենք, ունենք այդ պայքարը։ Ծննդոց 22-րդ գլխի հենց առաջի համարում Տերը Աբրահամին ասեց, փորձեց Աբրահամին։ Այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին, երբ որ խոսում էր Իսահակին զոհելու համար։ Այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին։ Աբրահամը մեր հավատքի հայրն էր, սիրելիներ, մենք փորձվում ենք։
մենք բոլորս փորձվում ենք։ Եվ ասում եմ, հաճախ այդ փորձվելով մենք ընտիր չենք գտնվում։ Դու փորձվում ես, երբ որ միտքդ գալիս է գնամ հավաքույթի, թե չգնամ, տամ թե չտամ, կարդամ թե չկարդամ, սա անեմ թե չանեմ, դու փորձվում ես։ Այս մասին մեր ժողովրդի հետ որ խոսում եմ, մեկն ասեց, տարիներ առաջ մեկի առևտրի ժամանակ մեկը օտար երկրացի էր, 1000 դրամի տեղը 10,000 դրամ տվեց։ Մտածեցի դե ասեմ, չասեմ, դե հետևից ոչ եմ գնալու, գնաց, թող մնա հիմի։ Այդ օրը տուն գնալուց ասում եմ մոտս 11,000 դրամ կար։ Երբ որ տաքսիստին գումարը տվի վերադարձա տուն նայեցի, մոտս մնացել էր 1000 դրամը։ 10,000-ը տվել էր, ասեցի դու փորձվում ես, մենք ամեն անգամ փորձվում ենք։ Հիշում եմ մեկի պատմություն, ասում էր ավտոբուսի մեջ գնացել էր մի քաղաք հովվելու, հովիվ լինելու այդ քաղաքում, եւ ասում է ավտոբուսից իջնելուց, երբ որ գումարը տվեցի ավտոբուսի վարորդին, ավտոբուսի վարորդը շատ վերադարձրեց, որ պետք է այդքան չտար։ Երբ որ նայեցի մի անգամ իջ մտքեր եկավ, դե հա ոչինչ տվել է, իջի կամ դե ոնց իջնեմ ախր, ոնց կլինի դից։ Վերադարձնում է վարորդին, ասում է դուք ավել եք տվել զդաչին։ Ասում է ես գիտեմ, որ ավել եմ տվել։ Ես ուղղակի փորձում եմ, ես գիտեմ, որ դու այս քաղաքը հովիվ ես եկել, ես ուզում եմ փորձեմ քեզ իմանամ արժե այդ եկեղեցին հաճախել, թե չարժե։ Մենք փորձվում ենք, սիրելիներ, դու փորձվում ես։ Բոլորս ենք փորձում։ Տերը ասեց Սիմոնին 22:31 Ղուկաս ավետարանում. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց քեզ մաղել ցորենի պես, բայց ես աղաչեցի, որ քո հավատքը չպակասի։ Դե մտածում ես Տերը ինչի սատանային չհեռացրեցիր, որ թույլ տվեց։ Տերը ինքը Հիսուսը ջրի մկրտությունից հետո Սուրբ Հոգով առաջնորդվավ անապատ սատանայից փորձվելու։ Եթե Տեր Հիսուսն էր փորձում, մենք էլ փորձվում ենք։ Մենք էլ մաղվում ենք։ Մեկն ասում էր սատանան հիմար է։ Ինքը չգիտի, որ մաղելով լավը վատից առանձնանում է։ Քույրեր, երբ որ դուք ալուր եք մաղում կամ զավարեղեն, չգիտեմ, ինչի համար եք դա անում։ Ինչի համար եք դուք մաղում։ Լավը վատից Հիմա դու փորձում ես, լավ է որ միգուցե մի անգամ կընկնես, բայց լավ է որ դու սովորես դա։ Փորձում է մեր հավատքը։ Լավոդիկեի եկեղեցին ասում էր ինձանից փորձված ոսկի առ։ Դա հավատքն է, որը կրակով փորձվում է։ Պետք է այդպես լինի։ Առաջի Պետրոս 5:8 Պետրոսն ասում էր արթուն եղեք, հսկումարեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գորոս առյուծի պես ման է գալիս եւ որոնում թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված։ Նա առյուծ չէ, գրված է գորոս առյուծի պես, բայց նա առյուծ չի։ Առյուծը Հուդայի առյուծն է։ Հալելույա։ Աստծո գառը եւ Հուդայի առյուծը։ Նա առյուծ չէ, բայց մենք ունենք ոսող թշնամի, որը փնտրում է ամեն ժամանակ, փորձելով մեզ, որպեսզի մենք կոտրվենք, ընկնենք եւ դուք ինքներդ գիտեք ինչքան հաջողվել է իրեն դա շատ Աստծո մարդիկ որ ընկել են հաջողվել է կոտրել գցել բայց արթուն եղեք եթե արթուն չլինենք թշնամին որոմա ցանելու Տերը ամենից շատը իր գնալուց առաջ դա էր ասում արթուն եղեք Նա չէր ասում ես կգամ ձեզ կարտնեցնեմ ասում էր արթուն եղեք բայց Պետրոսը երկու անգամ գրում է իր թղթում, որ քանի ես վրանի մեջ եմ, անում եմ բաներ, որ ձեզ արթուն պահեմ, որ արթուն լինեք, զարթնեք, արթուն լինեք եւ ասում եմ այստեղ կանգնողներից շատերը ամեն կիրակի հենց նույն բանն են անում, որպեսզի արթուն լինենք, Սովորական օր չի, սովորական ոչինչ չկա, սիրելիներս։ Մենք գիտենք, որ թշնամին հարձակվում է միաբանության վրա, միաբանության։ Ես չեմ հավատում, որ հավատքի մարդկանցից քրիստոնյաներից ինչ որ մեկը այս նախադասությունը կիրառած չլինի իր կյանքում մի քանի անգամ։ Որտեղ որ 2-ից 3 հոգի իմ անունով հավաքվում են, ես այնտեղ եմ նրանց մեջ, ամեն։ Բայց քչերն են ուշադրություն դարձել այս նախադասությունը ոնց է սկսվում։ Այս նախադասությունը սկսվում է սա Մատթեոսի ավետարան 18:20 համարն է։
Ինքը սկսվում է որովհետև բառով, որովհետև որտեղ որ 2-3 հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Եթե որովհետև, ուրեմն դրանից վերև ինչ որ մի կարևոր բան կա, դրա վրա հիմնելով ասում որովհետև։ Հիմա նայենք 19 համար ինչ էր ասում Տերը։ Դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ամեն ինչ բանի համար էլ որ խնդրեն, կլինին իրանց իմ հորիցը, որ երկնքում է, որովհետև ուր որ 2 կամ 3 հոգի իմ անունով ժողված լինեն, հավաքված լինեն, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Հիմա այստեղ բանալի բառը որն էր, սիրելիներ։ Միաբան, հավաքվեն միաբան լինելու։ Հունարենում այս միաբան բառը հարմոնիա էր, ոնց որ կոչվում, ես նայեցի բառարանում միաբան լինելը, իրար հետ համաձայն, համակարծիք, միաբանված, համախմբված, միահամուռ, լավ, 2 հոգի միաբանվեն, ժողովուրդ, դժվար բան է 2 հոգի միաբանվելը, ոնց որ նայում ես, այնքան հեշտ է, բայց այնքան դժվար է։ Տարիներ առաջ, երբ որ ես հատվածի վրա ուշադրություն դարձեցի, խնդիր ունեինք, դե ամենահրաշալի բանը, որ կարող ես անել, ում հետ միաբանվես, կին ամուսիններ պետք է կարողանան միաբանվեն իրար հետ։ Մայրամի հետ ասեցի, արի մենք խնդիր ունենք, միաբանվենք, միաբան աղոթք անենք, համաձայնվեցինք եւ ամեն գիշեր իրար ձեռք էինք բռնում ու աղոթք էինք անում, եւ դա տևեց ընդամենը մի շաբաթ։ Ինչու մի շաբաթ, որովհետեւ հիմա ես չեմ հիշում ինչ, բայց կենցաղային ինչ որ խնդիրներ, ես այսպես եմ ասում, չէ, ես այսպես եմ ասում, օրինակներ ես չեմ հիշում ինչը, միգուցե ճաշներ ուշացել, միգուցե ես էի երկար, ես չգիտեմ, բայց այլևս իրար հետ ոնց որ թե խնդիր ունենք, միաբան չէր, դուք փորձեք կտեսնեք։ Եվ ես ոնց գնամ ձեռը բռնեմ, հիմա ասեմ մենք միաբան ենք, արի միաբան, կարող ենք աղոթել, գիտեք, շատ հաճախ մեր աղոթքները պատալոգից վերև չի բարձրանում, երբ որ խնդիր ունենք մենք։ Ինձ շատ ա եղել, ես խնդիր եմ ունեցել, ասենք, եղբայր քուրերի հետ եղելա, ես չեմ ուզում փարիսեցու հետ աղոթք ուղղակի անեմ, ամեն բան։ Ես զգում եմ, որ իմ աղոթքս վերև չի բարձրանում, ինչի համար անեմ։ Մեկը գիտեք ինչ էր նմանեցնում, ասում էր հեռախոսով մենք բոլորս խոսում ենք։ Հիմա մեկի հետ խոսում ես հեռախոսով ու մեկ էլ կապը կտրվում է։ Ալո, կապ չկա։ Շարունակում եք խոսել։ Ատբ եք տալիս։ Հիմա Աստծո հետ խոսելուց, մենք աղոթելուց մենք պետք է համոզված լինենք, որ կապը կա։ Եթե կապը չկա, ում եք աղոթք անում։ Եթե ներեք ձեզ կներվի։ Դրա համար եմ ասում, եթե մենք զորանանք մեր ներսի մարդումը եւ կապ ունենանք առանց Սուրբ Հոգի հնարավոր չի, դու կզգաս քո աղոթքդ վերև բարձրանում է թե չէ։ Եթե քո քուր եղբայրներին նրան էլ սիրում են ինչպես քեզ, եթե խնդիր կա, միաբանի մասին էի խոսում ես։ Միաբան լինելու։ Մենք կարող ենք միասին հավաքվել, մենք կարող ենք մեկտեղ հավաքվել, բայց ոչ միաբան։ Օրհնություն չի լինի։ Ինձ մոտ եկողը, իմ խոսքերը լսողը եւ դրանք անողը, երբ որ խոսում էին Մատթեոս 7-րդ գլուխում իմաստունի եւ անխելքի պատմությունը, ինձ մոտ եկողը, դե լավ է, եկել ենք, հրաշալի է, լսում ենք, բայց եթե չենք անում, Տերը մեզ իմաստություն տա, որպեսզի մենք անենք։ Եվ 133-րդ Սաղմոս հենց դրա, որպեսզի ես չկարդամ, դուք կկարդա գիտեք, դրա մասին է, ինչ հրաշալի է, լավ է, երբ որ եղբայրը միասին մեկտեղ են հավաքվում, եւ վերջի հատվածում ասում է Տերը այդտեղ օրհնություն է պատրաստել, այսինքն օրհնությունը միաբանության մեջ է, վրա է։ Երկրորդ մնացորդարց 5-րդ գլխի ես չկարդամ, 13-14 գլխում հատվածում գրված է տաճարի նավակատիքի ժամանակ, այնտեղ գրված էր Ասափը, երկիչները, Ղևտացիները եւ 120 քահանա, երբ որ նրանք սկսեցին փողերը փչել, գրված է զարմացնում է ինձ, ինչպես մեկ փող, մեկ ձայն, 120 հոգի Ղևտացիներն էին իրենց
փողերով եւ այդքան էլ ժողովուրդ ընդեղ, բայց ասում եմ մեկ ձայն եւ մեկ փող էր ոնց որտեղ հնչում եւ Տիրոջ փառքը լցրեց ամպի նման եւ քահանաները չէին կարողանում ծառայել։ Իսկ ինչն է խանգարում միաբան լինելուն, սիրելիներ։ Եսը հպարտությունը մեր։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի առաջին համարում, երբ որ Պողոս առաքյալն ասում էր վերջին օրերում չար ժամանակներ կգան, մի թարգմանության մեջ կատաղի ժամանակներ, ինչը մենք հիմա նկատում ենք, եւ մարդիկ կլինեն, այնտեղ շատ բաներ է ասում։ Ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, արծաթասեր, բայց առաջին բառը սկսվում է ոնց։ Մարդիկ կլինեն եսասեր։ Եսը։ Ահա թե ինչն է խանգարում միաբան լինելուն։ Եթե մեզանից ինչ որ մեկը կասի, որ դրա հետ չկա այդ պայքարը, լուծված է, ես չեմ, իմ մոտ լուծված չի դեռ։ Մեկն ասում էր, այն ժամանակ, երբ հպարտությունը հաղթում է, մարդիկ կորցնում են միմյանց։ Մարդին խանգարում է իր կարծիքը իր մասին։ Ես, դու գիտես ում հետ ես խոսում։ Ասեցի, ես ոչ մեկին նկատի չունեմ, այս պայքարը միշտ իմ հետ եղել է եւ կա եւ ուզում եմ, որպեսզի մենք կենտրոնանանք ավելի շատ ներսի մարդու։ Կարծիքը իր մասին, գիտեք, նորից ասում եմ, 3 կարծիք կա։ Մեր կարծիքը մեր մասին, հասարակության կարծիքը մեր մասին, որ մենք ավելի շատ գերի ենք, առավոտը շուտ բան էի լսում եւ դա էր ասում, որ մենք բոլորս գերի ենք հասարակության կարծիքին։ Բա այն մի հատ ֆիլմ կար, ես նայում էի Լալվարի Որսկանը, երեխա ժամանակ եմ ես հիշում նայում, այնտեղ մի բառ կա, ասում է, բա խալխը ինչ կասի, երբ որ փեսուն սպանում է, ասում է, բայց խոսքը դեպի ուրիշի, բա խալխը։ Այդ բառի վրա այնքան եմ կանգնես, խալխը, հասարակությունը ինչ կասի։ Եվ երրորդ կարծիքը, Աստծո կարծիքը քո մասին։ Դա խոսում է Լավոդիկեի եկեղեցի մասին, դուք գիտեք։ Խորհուրդ էր տալիս, որ դու քո կարծիքով ասում ես հարուստ եմ, մեծացա, ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, դա քո կարծիքն արի, ես ասեմ, իմ կարծիքը։ Մենք պետք է մի կողմ դնենք հեռադիտակը, բինոկը եւ հայելին վերցնենք։ Հեռադիտակը ցույց է տալի ուրիշի սխալները, իսկ հայելին իմ սխալները։ Պետք է թողնենք հեռադիտակը։ Դրա համար մեր Տեր Հիսուսը խոսում էր գերանի ու շուղի մասին։ Մենք շատ հաճախ տեսնում ենք ուրիշի շուղը, բայց ոչ մեր գերանը։ Եթե մենք ուշադրություն դարձնենք ներսի մարդուն, մենք կզգանք հոգուց, որ մեզ նայենք։ Անկեղծ որ ասեմ, ես չեմ ասի, որ շատ լավ բաներ կա իմ ներսում, որովհետև սաղս էլ ունենք հինեությունը, բայց մի բան իմ դուրն այնքան է գալիս, երբ որ ցույց է տալիս թշնամին մեկի սխալները, ես մի անգամ իսկ դու չունես, հələ քոնդ նայ, քոնը դրանից շատ է։ Հասկանում եք, եթե դու կարողանաս նայել հայլիով, ոչ թե հեռադիտակով, ժողովուրդ փրկություն, բժշկություն կլինի, եւ դա Տիրոջն էլ հաճելի կլինի, եւ մենք ավելի օրտված կլինենք դրանով։ Նպատակը այս падգամից սա է։ Մենք պետք է թույլ տանք, որպեսզի Սուրբ Հոգին գործի մեր ներսի մարդումը։ Պողոսն ինքն ասում է, չլինի, որ ուրիշներին քարոզելով ինքս անպիտան գտնվեմ։ Դե մենք ամենքս ամեն բան կարող ենք անել, զոհաբերել, ծառայել, շատ բաներ կարող ենք անել, բայց մեզ չմոռանանք, մեր ներքին սենյակը չմոռանանք, մեր ներսի մարդուն չմոռանանք։ Երբ որ Տերը խոսեց այդ բանալի բառի մասին միաբան, Պետրոսը հարցրեց, քանի անգամ ներեմ իմ եղբորը, որ մի աչ, քանի անգամ ներեմ։ Հետաքրքիր է, Ղուկասի ավետարանում 17-րդ գլխի 5 համարում էր ասում, նորից հարցում էր, օրը 7 անգամ ներեմ։ Երբ որ ասեց օրը 7 անգամ էլ լինի ների, նայեք դրանից հետո ինչ ասեցին առաքյալները, աշակերտները, ասեցին մեր հավատքը ավելացրու, որովհետև դժվար է դա, մեր հավատքը ավելացրու, այո Տեր, մեր հավատքը ավելացրու, որպեսզի մենք չնայենք երևացողին այս աշխարհին, այլ նայենք քո խոսքին, շնորհակալություն քո խոսքի համար, քո հոգու համար, որ մեզ որբ չթողեցիր, տվեցիր, որ առաջնորդվենք իր խոսքով մենք։ Ամենամեծ հաղթանակը դա ներելն է, սիրելի քուրս եղբայրս։ Հին էությունը դա չի ուզում, բա իմ եսը, հին էությունը դա չի ուզում։ Մոռացիր անցյալի ամեն վատ բան, բայց մի մոռացիր, թե ինչ դա սովորեցրեց քեզ։ Մենք սովորում ենք դրանց վրա։ Մեկն ասում էր, այն նեղությունները, դժվարությունները, այս կյանքում փշերի նման, որ մեզ ծակում են,
հավիտենականության մեջ դրանք մարգարիտի շարաններ են լինելու։ Ոչ մեկս էլ չենք ուզում նեղությունը, դժվարության, ուզում ենք, որ մեր կյանքը շատ հանգիստ հարթ անցնի։ Բայց մենք փորձում ենք, չմոռանանք, որ մենք փորձում ենք։ Փառք Աստծուն այդ ամենի համար։ Հիմա չենք հասկանում, բայց գալու է ժամանակը մենք դա կհասկանանք, կտեսնենք։ Վերջերս մեկի պատգամն էի լսում Հովսեփի մասին, որ ոնց ներեց ինքը, սիրելիներ, չգիտեմ, իմ հետ քիչ է եղել նման դեպքեր, Տիրոջ հոգու այդ հպումը ներկայություն ազդեցություն այնքան զորավոր զգացի, որ ինչ արեցին Հովսեփին, ծեծեցին, փոսը գցեցին, 20 արծաթով ծախեցին, 13 տարի տառապեց, 17 տարեկանում գնաց, 30-ում հելա 13 տարի տառապեց, ինքը ընդեղ ես իմ բանով եմ մտածում, են որ մեշոկներ էր կրում, դե ծառայի գործը, Շմավոն, ես ինչ արեցիր, Հուդա, ես ինչ արեցիր, և երբ որ եկան եղբայրները ծնկեցին իր առջև, ինքը ինչ ասեց, արեք, հիշում եք ինչ եք արենձի, մենք շատ հաճախ այդպես կանենք, ինքը դա չարեց, դա գեր մարդկային էր, և Տիրոջը թպումը նա էր իմ համար, որ ես սրանից հետո խոսք եմ տվել, որ ես այլևս ոչ վեգից չխռովեմ, ինչ ուզում են անեն, դա իրանց գործն է, մենք մարդ են, կարող ենք նեղվել, որովհետև նեղացնում են, մարմին ենք, նեղվել, բայց ոչ խռովել, ոչ նեղացած մնալ, ինքը դա չարեց և դա Տիրոջը հաճելի էր, լավ չի, որ մենք էլ դա անենք, եթե դա Տիրոջը հաճելի, ինչի մենք էլ դա չանենք, դա հաղթանակ է, երբ քեզ վիրավորում են ու դու չես վիրավորում, ինչպես որ ինքն արեց, և այդ մեկն ասում էր, սովորիր ճանաչել քո սխալները, սիրելի քույրես, դու չգիտես երբ ես դու սխալ, եսը թույլ չի տալի շատ ժամանակ, սովորիր ճանաչել քո սխալները, սովորիր ներողություն խնդրել, սովորիր հաղթահարել քո հպարտությունը, հեշտ չի, բայց պայքար է, դե մի անգամ կարող ես ընկնել, երկու անգամ, բայց կարող ես կանգնել, քեզ կանգնեցնող ունես, նկատել եք այն բաները, փորձությունները, որ գալիս է, եթե լավ այդ քննությունը չես անցնում, հետո էլի կրկնվում է, ինչքան խոսել եմ խոնարհության մասին, այնպես բաներով եմ անցել, հենց այդ փորձությունից հետո մտածել եմ, Աստված, նախր սա խոնարհ մարդու գործ չի, ես չունեմ դա դեռ, օգնիր ինձ, մենք շատ հաճախ ընկնում ենք, հին էությունը դա չի անի, դրա համար մենք պետք է զորանանք ներսի մարդումը, Փիլիպպեցիս 3:13 համար, նայեք ինչ էր ասում Պողոս առաքյալը, ինքն էլ շատ բաներով էր անցել, եղբայր, ես իմ անձը չեմ համարում հասած, բայց մեկ բան, ես չեմ ասում, որ հասել է, մեկ բան, որ հետևի բաները մոռանալով, առաջիններին նայեմ, առաջին լինողներն եմ ձգտում, նկրտում այսինքն, մեկ բան կա, սիրելի քույրես եղբայրս, մեկ բան, մեկ իմ մոտս շատ են գալիս վիրավորված, կոտրված մարդիկ ու գալիս են, լինում է, որ երկար ժամանակ ասում են, թե ոնց են վիրավորել, ինչքան, ասում եմ լսի, հիշաչար մի եղի, դու ամեն անգամ նույն բանն ես ասում, դա քեզ է վնաս, ոչ թե նրանց, արձակիր, ամեն անգամ նույն բան, ամեն անգամ պետք չի հիշաչար լինել, արել, միգուցե Տերը թույլ է տվել, անկեղծ որ ասեմ, հաճախ երբ որ ինձ վիրավորում են, ասում եմ, որ Տեր թույլ տվեցիր, ինչ ես ուզում ինձ ասել դրանով, ես ինչ պետք է անեմ, դրա համար եմ ասում, ձերը նայեք, ներսի մարդուն լանեք, Օրինաց 23-րդ գլխի 13 համարում մի բան էր ասում Տերը ժողովրդին Իսրայելի, երբ որ անապատով գալիս էին, ասում էր, գործիքներիդ մեջ մի հատ բահ ունեցի, բահ, երբ որ հարկավորի համար գնում ես, փորի ու այդ աղբը ծածկի, որ հոտ չգա, մոռացի, սիրելի քույրես եղբայրս, մոռացեք, այն ինչ որ քեզ խանգարելու է, մոռացեք, դրանից հաստատ հոտ է գալու, մոռացեք, դա ձեր օգուտը չի, լավ է, որ մենք մտերմություն անենք Սուրբ Հոգու հետ, գիտեք, ասում են ֆռիկ չանենք, ես այդ բառը շատ եմ օգտագործում, մենք իրար նկատմամբ շատ ենք ֆռիկներ անում, կներեք այս բառի համար, հասկանում եք ինչ եմ ասում, բայց իրար նկատմամբ կարող ենք, բայց Աստծո հետ պետք չի դա անել, որովհետեւ ինքը գիտի վաղվա օրը, ինքը այսօրը տեսել էր արդեն, պետք չի ֆռիկ անել, լույսի մեջ քայլելը հենց դա է, երբ որ դու ամեն բան իր անունով ես ասում, Տեր ջան, ես սխալ արեց, անկեղծ որ ասեմ, իմ երեկոյան աղոթքները, գիշերը երբ որ վերջի պետք է գնամ քնեմ այդ աղոթքերին ավելի շատ
այդ անգեղծանալն է Տիրոջ հետ, որ Տեր ջան, կներես, ախր ես պետք է սա չանեի, կամ չասեի, կամ չմտածեի։ Գիտեք, եւ շատ հաճախ ոչ թե ձև եմ տալիս, դա իրոք բան կա, պատ, որ ասում եմ, մարդ ենք մենք, հին էությունը։ Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 44 համարում։ Երբ որ խոսում էր այն անկյունի գլխի քարի մասին, որ շինողներից անարգվեց, ուստեղ ասում էր Տերը ինքը. շիներներից անարգված քարը։ Այս քարի վրա ընկնողը կփշրվի եւ ում վրա որ նա ընկնի կջարդի նրան։ Սիրելիներ, լավ չի, որ մենք ընկնենք այդ քարի վրա, կոտրվենք, խոնարհվենք, փշրվենք, քան թե ինքը ընկնի։ Եթե ինքը ընկնի կջարդի ամեն բան։ Լավ է, որ մենք ընկնենք։ Այս քարի վրա ընկնողը կփշրվի եւ ում վրա որ նա ընկնի կջարդի նրան։ Եթե մի բաժակ տունը ձեր ջարդվում է, կոտրվում է, ինչ եք անում։ Դեր այլևս պիտանի չի, շպրտեք թողինա։ Բայց երբ որ հանդիպում ենք մի մարդու, որը փշրված չի, կոտրված չի, շատ չխորանան, բայց իր շրջապատի համար ինքը մեծ պրոբլեմ է դառնում։ Ինձ գիտեք զարմացրեց մի բան, ես չէի լսել, երբ որ մի ռաբիի խոսք էր ասում էր, գիտեք զեյթունի ձեթը ոնց են ստանում յուղը։ Հավաքում են, լցում են պրեսի տակ, ճզմում պրեսը եւ այդ ձեթը յուղը դուրս է գալիս, որ օգտագործում են։ Ինձ զարմացրեց սա։ Ասում էր, այն յուղը, որ օծում են, ռաբիներից մեկն էր ասում, այն օծման յուղը պրեսի տակ չեն դնում, այլ մի տոպրակի մեջ լցում են, ինչ որ միտեղից կախում են, որ ինքը իրենով գա այդ յուղը հելնի, պրեսի տակ չեն դնում։ Հիսուսը ինքը իրան խոնարհեցեց։ Մենք գիտենք, որ նեղությունները, դժվարությունները շատ հաճախ նրա համար են, որ խոնարհվենք, որովհետև երկրորդ օրինաց այդ 8-րդ գլխում է գրված, թե 40 տարի անապատում մանածեց, ինչի համար այնտեղ գրված է, քեզ փորձելու համար, ինչի մասին խոսում եմ, քեզ խոնարհեցնելու համար եւ վերջում քեզ բարիք անի։ Բայց Ֆիլիպեցիս 2:8-ում ասում էր Տերը ինքը իրեն խոնարհեցեց։ Լավ է, որ մենք խոնարհվենք եւ մենք ընկնենք այդ քարի վրա, Հիսուսի վրա։ Հիսուսը երբ որ հիշում եք մտավ տաճար Երուսաղեմ, էշին ուղարկեց Էշբելեշով մտավ։ Երբ որ աշակերտներին ուղարկեց, ասեց գնացեք էշը բերեք, գրված է, որ այդ էշի վրա ոչ ոք չէր նստե երբեք։ Առաջինը նստեց Տերը։ Ես գյուղի տղա եմ, դուք գիտեք, որ էշի վրա առաջինը նստելը խնդիր է։ Նա կոտրված չի, խոնարհված չի, դրան պետք է հնազանդացնել։ Ձիերին տեսած կլինեք շատ, որ ինչքան են աշխատում, ինչքան է գցում ջարդում։ Գյուղում երեխա է, երբ որ դուրս եկա տեսա մեր թաղի երեխեքը մի հատ էշ են շրջապատել, բոլորը վախենում են նստեն։ Եսս իհարկե։ Մի հատ թռավ նստեցի, ինքը երկու հատ թռավ, ես հայտնվեցի ներքև, գլուխս արուն լվա եղավ ու հետաքրքիր է, կենթանական աշխարհը բնությունը հնազանդում է, խոնարհում է Տիրոջը, բայց ստեղծած մարդը Տեր Աստվածների իդեպ Աստված մեզ այդպեսին չի ստեղծել։ Մեղքը զզվելի բան է ուղղակի, զզվելի բան է։ Մենք փորձվում ենք եւ մեր հին մարդը չի ուզում խոնարհվի, չի ուզում միաբանվի, չի ուզում ների։ Օգոստինյոսն էր ասում էր սիրիր Աստծուն եւ ինչ ուզում ես արա։ Հետաքրքիր է, երբ որ այս բառը արտահայտում ես, առաջին բանը մարդը մտածում է ինչ ուզում ես արա, հա, ինչ ուզում ես արա, բայց սկզբից սիրիր Աստծուն։ Իսկ եթե դու Աստծուն սիրում ես, դու չես անի այն ինչ որ Աստծուն հաճելի չի, ում որ դու սիրում ես, աշխատում ես նրան հաճեցնել։ Սիրիր Աստծուն եւ ինչ ուզում ես արա։ Առաջին պայմանը պահիր, երկրորդը հաստատ կպահես։ Եփեսացիս 4-րդ գլխում խոսում էր մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, Աստված իմ, մենք խոսքով, մեր վարկով, բարկանորդ ինչքան ենք տրտմեցնում։ Վերջերս մեկը խոսում էր իր մասին, ասում էր միտեղ կատակ էին անում, ես էլ միացա դրանց ու կատակ արեցի, ծիծաղեցինք անցավ գնաց։ Մի երկար ժամանակ ես նկատում եմ, որ խաղաղություն չունեմ, ինչ որ մի բան է ինչ, ասում եմ Տեր, ես ինչ եմ արել։ Ինչու է ասենց է։ Ու Տերն ասեց, այն կատակները, որ դու արեցիր, ինձ տրտմեցրեց։ Աստված իմ, երբ որ ես դա լսեցի, Աստված իմ ներիր ինձ, ես ինչքան եմ քեզ տրտմեցրել։
ասեց այն որ անում են ուրիշները, ես քեզ թույլ չեմ տալիս, որովհետև ես հետևում եմ քեզ։ Ժողովուրդ, այն ինչ որ անում աշխարհը մարդիկ, մենք դա պետք չի որ մենք էլ անենք։ Եթե մի բանը տրտմեցնում է Աստծուն, լավ է որ մենք դա չանենք։ Ամենամեծ ողբերգությունը կլինի այն, երբ որ մենք կանգնենք Աստծո առաջ ու հանգարց իմանանք, որ գլխավորը մենք չենք արել մեր կյանքում։ Ժողովուրդ, այդ մենք հետ չենք գալու ինչ որ մի բան շտկենք։ Ինչ որ գրվեց, երեկվա վրա դու էլ բան չես ավելացնի։ Բացի նրանից, եթե մեկին վիրավորել ես, գնաց ներողություն խնդրել։ Դու էլ բան չես ավելացնի, դա արդեն թերթվել է, այս տետրերից նման որ թերթում եմ։ Դա արդեն գրված է։ Մեզ իմ կարծիքը սա է, որ մեզ պակասում է Տիրոջ երկյուղի հոգին, մեզ շատ է պետք դա։ Որովհետև մարդիկ նկատում են ախր լավ, այս բանը որ ասում է, անում է, լավ չի վախենում Տիրոջից։ Չես վախենում Տիրոջից, որ դա ասում ես ու անում ես։ Այդ նույն ասում մարդն ասում էր, որն է Տիրոջ վախը, վախենալ կորցնել նրա ներկայությունը, սա ինձ ցնցեց ժողովուրդ։ Վախենալ կորցնել նրա ներկայությունը, վախենալ կորցնել նրա բարեհաճությունը, նրա առաջնորդությունը։ Ամենացավալի բառերից մեկը նախադասություն, որ գրված է Աստվածաշնչում, դա նա էր, երբ որ Սավուղը գնաց վհուկին հանեց եւ նա էլ Սամուելին հանեց ու Սամուելին ասեց. Տերը ինձանից հեռացել է։ Ամենացավալի բան, Տերը ինձանից հեռացել է։ Էլ ապրելը ինչի է պետք մեր, եթե Տերը հեռացել է։ Նույնը Սամսոնը չգիտեր, որ Տերը իրենից հեռացել է։ Եվ վերջում ուզում եմ նորից կարդալ Եփեսացիս 3:16-ը, որ իր փառքի հարստության պես ստաց ես, որ զորությամբ հաստատվենք իր հոգու ձեռովը ներսի մարդումը։ Խնդրեմ փառաբանությունը։ Եթե մենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին զորացնի մեր ներսի մարդումը մեզ, մենք կլինենք միաբան, կներենք, կխոնարհվենք, չենք բամբասի ու չենք դատի ու կլինենք Տիրոջը հաճելի։ Սպերջենն էր ասում, մեր արտաքին կյանքը մեր ներքին կյանքի քննությունն է։ Մեր արտաքին կյանքը ներքին կյանքի քննությունն է։